Պարոն Հակոբյան, անցյալ տարի ես դարձյալ հաշվետվության ընթացքում անդրադարձել եք ձեր պաշտոնի հետ անհամատեղելի ձեր գործունեությանը։ Դուք, որ ի պաշտոն եք քաղաքական չեզոքության եւ քաղաքական բազմակարծության երաշխավորը պիտի լինեիք, տևական ժամանակ իշխանությունների քաղաքական խոսափող ՀՄԵԿ-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ դիալոգ քաղաքական վերլուծական հաղորդումներ եք վարում։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, ոտնատակ տալով սահմանադրությունը եւ ոլորտի հիմնական օրենքը, իշխանահաճող քաղաքական գնահատականներ էի հնչեցնում ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայաստանյան առաքելական եկեղեցու եւ ազգային ինստիտուտների նկատմամբ։ Հիմա արձանագրում եմ, որ հավանաբար նաեւ իմ քննադատության արդյունքում դադարեցվել է այդ հաղորդումը եւ ձեր հանրային զսպվածությունը գոնե տեսանելի է։ Բայց ամենայն հավանականությամբ այդ սուրբ տեղը դատարկ չի մնացել։ Քաղաքական մեծամասնությունը ըստ երևույթին պրոպագանդիստների պակաս ունի եւ հիմա այդ դերակատարությունը հաճույքով ստանձնել է հանձնաժողովի մեկ այլ անդամ բանաստեղծ Հակոբ Մովսեսը։ Նա, որ ընտրվելիս այս ամբիոնից եթերը մաքրելու, հանրային համերաշխության, քաղաքական չեզոքության եւ այլ բարձր արժեքներից էր խոսում, հիմա վերածվել է իշխող կուսակցության վստահված անձի եւ իշխանություններին քարոզչական ծառայություններ է մատուցում։